Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի արժեքները եւ մեր միասնության ուժը։ Արմենակ Աբրահամյան։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կպաշտպանի Արցախի հայության իրավունքները։ Նելի Հարությունյան։ Գուզբասի հայրու թիմու մամակ Արևմտյան Հայաստանի ղարավարության բայկարե ներշնչված։ Կարևոր է որ արցախցիները շարունակեն ապրիլ եւ ստեղծագործել Հայաստանի մեջ։ Արարատը դարձյալ սպիտակեցավ։ Արևմտյան Հայաստանի հրապուխները հիշեցում վտանգի մասին։ Վիդալի Միլոնով Արարատի խորհրդանիշի հերացման եւ Զանգեզուրի միջանցքի սպառնալիքներուն մասին։ 3-ին հայկական ծորին մեջ։ Վերջին օրերուն քաղաքագիտական շրջանակներուն մեջ կրկին բարձրացավ հարցը, որ յուրաքանչյուր հայու համար սուր հնչեղություն ունի, որն է մեր հայրենիքը եւ ինչպես կգնկալենք մեր միասնությունը։ Այսօր շատեր կսեն թե Արևելյան Հայաստանը Ռուսաստան է, Արցախը Ադրբեջան։ Սակայն Արևմտյան Հայաստանի հայերը երբեք չեն վիրավորեր այդպես խոսողներուն։ Բայց ինչ կնենք, երբ նույն ոգիով կխոսվի Արևմտյան Հայաստանի մասին, զայն ներկայացնելով իբրև Թուրքիո դարածք։ Այստեղ կսկսի մեր միասնության խախտումը, մեր պատմական հողերը, մեր ժառանգությունը, մեր ավանդությունները չեն կրնար համեմատվել արհեստական կյանքի եւ գեղձ սահմաններու հետ։ Արևմտյան Հայաստանը միշտ եղած է եւ կմնա մեր մշակութային, հոգեվոր եւ պատմական հզորության ագունքը։ Այսօր, երբ մեր երիտասարդները ծրագրերու կմասնակցին եւ ազգային արժեքներու հարցերը կբարձրացնեն, պետք է հիշենք, որ մեր միասնությունը չի կրնար կառուցվել բադեհապաշտ խոսքերու վրա, ան պետք է բխի մեր խորքեն եւ մեր հիշողութենեն։ Արևմտյան Հայաստանը մեզի համար ոչ միայն գորուսյալ հայրենիք է, այլ կենդանի եւ անչնչելի իրականություն։ Ան մեր ինքնության, մեր ուժի եւ մեր շարունակականության խորհրդանիշն է։ Միասնությունը կսկսի խոսքեն, իսկ խոսքը կդառնա ուժ, երբ ան կգրե մեր ժողովրդի արժանապատիվ ոգին։ Այսօր մեծ հբարդությամբ կներկայացնեմ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի կարևոր որոշումը Արցախի հայության իրավունքներուն եւ հարադեվության մասին։ Ընդգծված օրենքով Արցախը հռչակված է Արևմտյան Հայաստանի անբաժանելի մաս 1920-ի Հայաստանի իրավահաջորդությամբ։ Արցախի հայ ժողովուրդը ջանցված է իբրև Արևմտյան Հայաստանի բնիկ հայության անբաժանելի մասը եւ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ստանալու քաղաքացիություն։ Արևմտյան Հայաստանը ջանցած է Արցախի հայերու ինքնավարությունը եւ փաստացի ղարավարությունը ինքնորոշման իրավունքին հիման վրա։ Այս օրենքը ներառված է սահմանադրության մեջ, հաստատելով, որ հայ ժողովուրդը մեկ ամբողջություն է, իսկ Արցախը մեր հայրենիքի անկախտելի մասը։ Մենք կգործենք իրավական դաշտին մեջ հիմնվելով արդարության եւ միջազգային իրավունքի վրա։ Սա ոչ միայն օրենք է, այլ աբակայի ճանապարհային քարտեզ, որով պիտի շարունակենք մեր պայքարը հանուն Արևմտյան Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքներուն։ Գեցե Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը։ Արևմտյան Հայաստանի ղարավարության նախաձեռնած պայքարի ասացությամբ Կեմերովոյի մարզի Գուսպասի հայրու միությունը կպատրաստվի թիմելմակ բանջելով անվավեր ճանչնալ 1921-ի Մոսկվայի եւ Գարսի պայմանագրերը եւ կորձարկել Վուդրո Ուիլսոնի իրավարար վճիռը։ Միությունը իր ուղերձին մեջ կշեշտե, որ այդ պայմանագրերը կնքված են առանց Հայաստանի մասնակցության եւ խախտած են հայ ժողովրդի իրավունքները, նպաստելով պատմական հայկական հողերու գորուստին։ Կհիշվի, որ անկախ Հայաստանի գոյության տարիներուն pedagogan Voyve Քայլ գված է Ուիլսոնի իրավարար վճիռը կորզատրելու ուղղությամբ։ Գազագերբության նախագահը կգոչե համահայկական միասնության։ Սա պայքար է պատմական արդարության վերականգնման եւ մեր աբակայի ամրապնդման համար։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ մնե Արևմտյան Հայաստանի իրավական հիմքերու նորոգ բարձրացայնման եւ միջազգային ադյաններուն մեջ արդարության պահանջի ճանապարհին։ 2023-ի սեպտեմբեր 19-ին Ադրբեջանի նոր հարձակումի հետևանքով հազարավոր արցախցիներ ստիպված եղան լքել հայրենիքը, կանխելու ցեղասպանությունը եւ պահպանելու իրենց արժանապատվությունը։ Արցախի բնիկ ժողովուրդը առաջնահերթ կնկատե գասեցնել արցախցիներու արտակախտը եւ ապահովել, որ անոնք շարունակեն ապրիլ եւ ստեղծագործել Հայաստանի մեջ, ստեղծել համալիր բնակավայրեր եւ նոր կենտրոններ հասարակական, գրթական, մշակութային եւ մարզական նպատակներով, պահպանել միջազգային օրագարկին մեջ Արցախի ժողովրդի համախմբված վերադարձի եւ ինքնորոշման իրավունքը։ Սեպտեմբեր 23-ին Արևմտյան Հայաստանի հբարտ եւ սրբազան լերը Արարատը դարձյալ բացվեցավ ցյունե սպիտակ ծածկոցով։ Դեղացիներու վկայությամբ հանգարձակի արածությունը դժվարություններ ստեղծած է հովիվներուն համար, անասուններու հոդերը ստիպված վերադարձված են սարերեն։ Արարատյան ցյունը, որ այս անգամ սպասված են շուտ հասավ գյուղերուն եւ դաշտերուն, դարձավ աշնան խորհրդանշանը, հիշեցնելով ծմրան մոդալուտ քալուստը եւ մեր ժողովրդի հոգեվոր գաբը լերան հետ։
Արևմտյան Հայաստանի տարածքին գտնվող հրապուխները մասնակիցներու կողմէ կհամարվին ոչ թե մարած, այլ գնացած։ Համալսարանի դասախոս Շուքրու Էրսոյի խոսքով անոնց մեկ քանի հատը պատմության ընթացքին ունեցած են վերջին մեծ ժայթքումները։ Արարատ լերը վերջին անգամ գործունեություն ցույց տված է 1840-ին առաջացնելով ժայթքում եւ մարդկային զոհեր։ Տոնտրակ հրապուխը 1855-ին արձակած է գազ եւ մոխիր։ Նեմրութի հրապուխը ժայթքած է 1692-ին, իսկ Սիփան լերան վերջին գործունեություն եղած է մոտ 10,000 տարի առաջ։ Մասնակիցները կհիշեցնեն, որ թեև այս հրապուխները ներկայիս հանգիստ են, անոնք կշարունակեն համարվել քննացած վտանգավոր հրապուխներ։ Արարատն ու մյուս հրապուխները ոչ միայն պատմական եւ բնապատմական նշանակություն ունին, այլ նաեւ կհիշեցնեն տարածաշրջանի սեյսմիկ եւ երկրաբանական իրականությունը։ Ռուս պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Ալֆա Նյուզի տված հարցազրույցին մեջ կտրուկ քննադատած է Հայաստանի իշխանություններուն որոշումը սահմանային գնիկներեն Արարատ լերան պատկերը հերացնելը։ Աննա հասկուշացուցած է այդ քայլին խորքային ընկերային եւ քաղաքական հետևանքներուն մասին։ Միլոնովի համոզումով Արարատը հայ ժողովրդի ինքնության եւ ազգային հբարտության անսպար նշան է։ Անոր խոսքով Արարատ լերան խորհրդանիշեն հրաժարելը անկարելի է։ Նման քայլը կրնա ձևավորել ուրիշ տեսակի հայեր զրկված ազգային ինքնասիրութեն։ Պատգամավորը շեշտած է, որ նման մոդեցումը կթույլատնի այն ոգին, որ պատմության ընթացքին թույլ տված է Հայաստանին գոյատևել։ Նշելով, որ Զանգեզուրի միջանցքը կծառայե օդար շահերուն, Միլոնով մտահոգություն արտահայտած է, որ Հայաստանի տարածքով նախադեсվող հաղորդակցությունները կրնան դառնալ արտաքին ուժերու ազդեցության ուղի, վտանգելով երկրի ինքնիշխանությունն ու տարածաշրջանային գաբերը։ Ան անդրադարձած է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններուն մեջ նկատվող լարվածության, ինչպես նաև Ադրբեջանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներու հակառուսական հրեդորաբանության։ Վիտալի Միլոնովի այս հայտարարությունները իրոք քաղաքական հնչեղություն ունին եւ կհրավիրեն հանրային քննարկման, ինչպես պահպանել ազգային ինքնությունը եւ հասարակական համերաշխությունը ռազմավարական եւ մշակութային փոփոխություններու պայմաններուն մեջ։ Դերսեմցի արվեստագետ Դելիլ Խդր իր նոր դեսահոլովակով ներկայացուցած է նվարդի ողբերգական պատմությունը։ Երիտասարդ հայուհիմը, որ սիրած է Խդրի հայրը Մուսան, սերը մնացած է անավարտ։ 1915-ի ցեղասպանությունը վերաբրած նվարդը 1938-ին սպանված է Դերսիմի չարտերուն ընթացքին հայկական ծորին մեջ Մուսայի քերիի դուրսրերուն հետ։ Խդրը պատմած է, որ հայրը դարիներ շարունակ հոն հողմը կհամբուրեր ի հիշադակ նվարդի եւ այլ զոհերուն։ Նվարդի ճակատագիրը դարձած է խորհրդանիշ անհադույց սիրո եւ կոտորածներու։ Նվարդ երգը կբահե այդ պատմության Դերսիմի երաժշտության դիմացկունությունը, լեզվի եւ հիշողության ցայնը։ Այս պատմությունը կհիշեցնե, որ մարդկային ճակատագրերը երբեք չեն գործվիր։ Անոնք կշարունակեն ապրիլ երկին հիշողության եւ պատմության մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։